Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ունենք հնարավորություն ձեզ ողջունելու։ Իսկ մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույս ելի Սուրեն, բարի լույս ելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք բարձր տրամադրությամբ ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք առավոտը սկսել մեզ հետ միասին։ Այո, առավոտը սկսում ենք միասին, լավ տրամադրությամբ, ռիթմերով, ժպիտով, արևով, ճիշտ է, մի քիչ այսօր էլի սառն է եղանակը, բայց դա միայն առավոտյան էր եւ կարծում եմ, որ ընթացքում եղանակը կբացվի առավելևս, որ այսօր ուրբաթ է, աշխատանքային շաբաթն արդեն ավարտվում է եւ հաջորդիվ շաբաթ կիրակին են եւ չմոռանանք, որ արդեն տոն է քաղաքում այս 3 օրը, այնպես որ փորձեք դուք էլ մասնակիցը դառնալ այդ մեծ տոնին եւ ամեն ինչ գեղեցիկ եւ չափի մեջ է, բայց մեր եթերում երջանկության չափաբաժինը չափից շատ է եւ կարեւոր։ Դե հիշեցնենք, որ այսօր արդեն հունիսի 6-ն է եւ հունիսի 6-ը ռուսերենի օրն է։ Առաջին անգամ եվրոպական օրացույցում հայտնվել է 2010 թվականին, երբ ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունը առաջարկեց ստեղծել տոներ նվիրված կազմակերպության պաշտոնական լեզուներին։ Որոշումը կայացվեց հենց մայրենի լեզվի միջազգային օրվա նախօրեին։ Իսկ ինչու հունիսի 6-ը, որովհետև ռուսերենի տոնը նշանակվեց Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը։ Ռուսերեն խոսում է աշխարհում 278 միլիոն մարդ։ Ինչ որ ինձ թվում է հին են տվյալները եւ չափազանցված է։ Բայց ինչևէ, ամենատարածված սլավոնական լեզուներից է, պետական լեզու է Ռուսաստանում, Բելարուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև մի շարք եվրոպական եւ ասիական երկրների երկրորդ պետական լեզուն է։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման ռուսերենը զբաղեցնում է 4-րդ տեղը ամենաթարգմանվող լեզուների շարքում, ինչպես նաև 7-րդ տեղը այն լեզուների շարքում, որոնցով թարգմանվում են գրքերի մեծամասնությունը։ Այսօր նաև Ուկրաինայում նշվում է լրագրողի օրը, իսկ Շվեյցարիայում այսօր նշվում է սիրո տոնը։ Կենտրոնակ Շվեյցարիայի շվեյցարացիները տոնի վրա, այո, սիրո տոնը, այնպես որ յուրաքանչյուր օրը սիրով պարուրենք մեզ, մեր շրջապատի մարդկանց եւ շարժվելով առաջ անդրադառնանք նաեւ այն մարդկանց, ովքեր տարեդարձն են տոնում եւ թերթելով պատմության էջերը, այսօր 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Նրա երաժշտությունը նվաճել է ոչ միայն խորհրդային միությունը, այլև ամբողջ աշխարհը։ Նա կարողացել է հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին։ Փոքր Հայաստանի մեծագույն կոմպոզիտորն իր ժողովրդին նվիրել է անսպառ հանճարը։ Հայնական մեծ պատերազմի ժամանակ Խաչատրյանը որպես ազգային արժեք տարհանվել է Պերմ։ Նրան մեծ ճանաչում բերած առաջին գործը Դաշնամուրի կոնցերտն է 1936 թվական։ Հռչակավոր գործերից են Սպարտակ եւ Գայանե բալետները։ Գայանե բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի 2001 տիեզերական ոդիսական ֆիլմում, հատկապես հայտնի է բալետի սուսերով պարը։ Նա այսօր է շարունակում մնալ աշխարհի բեմերը գրաված հայկական հոգու հենքի վրա ստեղծված համամարտկային գոհարների հեղինակը, որոնցով սահմանեց չափանիշ երաժշտական մեղեդու միջոցով փոխանցեց հայկական ոգին ու տաղանդի ողջ ուժով հայ երգարվեստը խոյացրեց դեպի վեր հավերժությամբ, եւս մեկ դուռ բացելով եկող սերունդների առջև։ Այո, հանցնենք առաջ, այսօր հունիսի 6-ին ամերիկահայ հայտնի գործարար հայաստանյանության ազգային հերոս Քրկ Քրքորյանի ծննդյան օրն է։ Գումար սկսել է վաստակել 9 տարեկանից, թերթեր վաճառելով, 8-րդ դասարանում թողել է դպրոցը, զբաղվել է բռնցքամարտով, 23 տարեկանում ստացել է օդաչուի որակավորում եւ շուրջ 2.5 տարի ծառայել Մեծ Բրիտանիայի օդային ուժերում ռազմական ինքնաթիռներով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա։ Յուրաքանչյուր թռիչքի դիմաց ստացել է 1000 ԱՄՆ աշխատավարձ։ Ծառայության ընթացքում կուտակած գումարներով էլ Քրքորյանը կատարել է իր առաջին քայլերը բիզնեսի աշխարհում։
Կրկորյանի առաջին խոշոր գնումը եղել է Կեսենա ինքնաթիռը, որով նա սկսել է մասնավոր չվերթներ իրականացնել։ Հետագայում նա $60,000 գնել է Los Angeles Air Service, չարթերային ավիաընկերությունը, որը մի քանի տարի անց վաճառել է $104 միլիոն։ Այո, նրա անունը իհարկե շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, իսկ մենք հիմա տեղափոխվենք Երևանյան փողոցներ ու հասկանանք ինչ է կատարվում։ Դասերն ավարտվել են, բայց խցանումները չեն ավարտվել։ Հիշեցնենք, որ այսօր վաղը եւ մյուս օրը Սարյան փողոցը փակ է եւ այդ առիթով իհարկե նաև մյուս փողոցների վրա է ծանրաբեռնվածությունը եւ խցանումները մի քիչ ավելի շատ են փակ է, որովհետեւ գինու օրերն են այնտեղ, այնպես որ կարող է երեկոները վայելել։ Իսկ մինչ այդ հասկանանք առավոտյան ոնց է տեղաշարժում։ Աթենքի փողոցը խցանված է, Իսակով պողոտայում վթար կա, որի հետևանքով բավականին լուրջ խցանում կա այնտեղ, նաև իհարկե եթե չեմ սխալվում, կամուրջին հարակից այստեղ արդեն կա խցանում եւ վթար, որի կամուրջի վրա կա վթար, որի հետևանքով էլ կա արդեն հաղթարակի կամուրջում վթար եւ կա խցանում։ Երկու վթար կա, առավոտյան վթարները ինչ որ բավականին շատ են այսօր։ Երկու վթար կա իհարկե Չարենցի փողոցի վրա, այնտեղ նույնպես վթարների հետևանքով բավականին լուրջ խցանում կա, Խորենացիում կա խցանում բավականին լուրջ Եվ իհարկե խցանումները տեղափոխվել են եւ իհարկե փոքր կենտրոն, Սարալանջը, Միասնիկյանը, Ազատության պողոտան, Արաբկիրի շրջանը բավականին լուրջ խցանված է այս պայդրությամբ, Կոմիտասի պողոտան, Երկկողմանին եւ մի խոսքով ամբողջ քաղաքը, չգիտես ինչու ուրփաթորով, բայց բավականին լուրջ խցանումների եւ վթարների մեջ է։ Առասարակ ամառը շատ ծանրաբեռնված է սկսել Սիելիսյոն, մենք սպասում ենք, որ դպրոցականները կավարտեն դպրոցական դասերը եւ կսկսեն ավելի թեթև երթևեկություն, բայց ընդհանրապես այդպես չէ։ Ինչևէ, շարժվում ենք առաջ, տեղափոխվում ենք Խոհանոց, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա Բաղադրատոմսին։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի լույս մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս ողջունում եմ ձեզ, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ուզում եմ առաջարկել օրվա Բաղադրատոմսը։ Քանի որ երեք բավականին հագեցնող կերակրատեսակ առաջարկեցի, այսօր ուզում եմ շաբաթը այսպես ասել ամփոփել քաղցր աղանդերով։ Այսօր առաջարկելու եմ փանքեյքի տարբերակ։ Այն բոլորիդ վստահ եմ, որ ծանոթ է, եթե ինքներդ էլ չեք պատրաստել գոնե վիդեո տարբերակներով հաստատ տեսել եք, փանքեյքը ինքը նրբաբլիթի մի փոքր չափերով եւ փոքր տարբերակ է եւ մի փոքր հաստ տարբերակն է, այն շատ համեղ է, շատ քիչ բաղադրիչներ են պետք այդ համեղությունը ստանալու համար եւ այսօր մենք պատրաստելու ենք այդպիսի համեղ աղանդեր, բայց մի տարբերությամբ, եթե սովորաբար փանքեյքը կամ նրբաբլիթը պատրաստում ենք հատիկներով, այսինքն թավայի մեջ այն տապակում ենք երկու կողմով եւ ստանում ենք կոնկրետ մեկ շերտանի խմոր, ապա այս պարագայում ես ամբողջությամբ պատրաստելու եմ ջեռոցի տապակի մեջ, այսինքն ոչ թե հատ-հատ ենք տապակելու, այլ ամբողջական։ Ինչ է պետք մեզ այս համեղ աղանդերը պատրաստելու համար։ Մենք ունենք այստեղ հավկիթ, ալյուր, շաքարավազ, կաթ, մի փոքր էլ սոդա ենք օգտագործելու։ Շատ պարզ հասանելի եւ մատչելի, ինչու ոչ, եւ շատ քիչ բաղադրիչներ են մեզ պետք այս համեղ աղանդերը պատրաստելու համար։ Նշեմ չափաբաժինը, ուրեմն 4 հավկիթ ունենք, 160 գրամ ալյուր ունենք, 2 ճաշի գթալ շաքարավազ եմ օգտագործելու, 300 մլ կաթ եւ իհարկե մի փոքր ալյուրի հետ սոդա եւ աղ ենք օգտագործելու։ Չմոռանամ նաեւ հավելել, որ վանիլին մի փոքր կավելացնեք, որպեսզի անուշ բույրը, աղանդերի բույրը տարածվի, սա պարտադիր պայման է եւ իհարկե ես սկսում եմ իմ աշխատանքը կամած սկսենք պատրաստել ու տեսնենք թե ինչ է ստացվելու։ Ասեմ, որ շատ մատչելի է, համարյա թե այս բոլոր բաղադրությունները, եթե դուք գնեք իհարկե, մոտավորապես ինչքան ասեմ, սիրելիներս, 1000 դրամի կարգի կլինի, այդքան էլ չի լինի, հավատացնում եմ։ Ես
ասել առավել հարմար է ստացվել ինձ համար, որովհետև ես ընդհանրապես չեմ ծախսել ոչ մի բան, որովհետև կաթը ես օգտվել եմ Էլոլա ապրանքանշի կաթը, այսինքն ես տանը ամեն ինչ ունեի, այսպես ասած։ Սիրելիներս, հիմա կլինի գովազդ, դուք ալիքը չեք փոխում, մնում եք մեզ հետ, որովհետև հետաքրքիրը դեռ առջևում է։ Միասին ենք ամեն բան անելու եւ ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը շատ բարձր տրամադրությամբ։ Այո, շատ բարձր տրամադրությունը կա եւ բնականաբար ինչպես նշեցինք, այս օրերին մայրաքաղաքում շատ էսպես երուզերը ակտիվ է եւ իհարկե հատկապես Սարյան փողոցը փակ է, որովհետեւ այնտեղ նշվում է գինու փառատոնը, գինու տոնը, գինու օրերը անպայման այնտեղ գնում ենք Իջևանի գինու գործանի կողմից առաջարկող այդ հրաշալի տաղավարը, որտեղ վայելում ենք ամենահամեղ գինիները, որոնք ներկայացված են ամբողջ աշխարհում եւ բնականաբար փայլում են իրենց տեսակով։ Եվ չենք մոռանում երեկոն էլ արդեն եզրափակել բրիզի հետ միասին ռոզե փրփռում գինին, որը շատ հաճելի է հենց երեկոյի համար։ Եվ գինու հետ առանձնացնում ենք իհարկե պանիների լայն տեսականի, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Էլոլան առանձնանում է նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերքով, այնպես որ ձեռք բերեք եւ վայելեք ընտանիքի անդամներով։ Իսկ եթե որոշել եք քաղաքից դուրս անցկացնել ձեր հանգիստը եւ դեռ մտածում եք, թե որտեղ կարելի է այս ամենը վերցնել, գնալ եւ վայելել, ապա այս հարցում էլ ձեզ կօգնի մեր ընկեր Արթուրը, ուր գնալն է այս պայն մեր եթերում։ «1918 թվականին հայոց ցեղասպանությունից հետո, երբ առաջին աշխարհամարտը արդեն մոտենում էր ավարտին, Օսմանյան Թուրքիան փորձում էր ներխուժել Անդրկովկաս իր ռազմական գերազանցությամբ։ Մենք հայերս չունենալով մարդուժ, չունենալով զենք, որոշեցինք կանգնել թշնամու առաջ, պաշտպանելու մեր հայրենիքը։ Մենք այժմ գտնվում ենք ապարանի վերածնունդ հուշահամալիրում, որտեղ կանգնած է այս հզոր հուշարձանը։ Նվիրված է ապարանի հերոսամարտի նահատակներին, Մեծ Եղեռնի նահատակներին եւ 1941-ից 1945 թվականներին հայրենական մեծ պատերազմում զոհված ապարանցիներին։ Հուշարձանը կառուցել է ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը 1974-ից 79 թվականներին։ Այն պատմական հիշողության կենդանի տարր է, որը ոչ միայն հիշեցնում է անցյալի սխրանքը, այլ նաև ոգեշնչում է նոր սերունդներին հիշել, պահպանել եւ պաշտպանել հայրենիքը։ «1918 թվական մայիս Հայաստան։ Թուրքական բանակը առաջ էր շարժվում դեպի Երևան, նպատակ ունենալով ոչնչացնել հայերից վերջին հույսը։ Այդ առաջխաղացումը կանգնեցվեց հենց այստեղ, ապարանում, եւ այդ հաղթանակի առաջնորդը դրոն էր։ Դրաստամատ Կանայանը առավել քան հայտնի որպես դրո հայ ֆիդայական շարժման հերոս էր, հայ զինվորական գործիչ եւ 1918 թվականի Բաշ ապարանի հերոսամարտի հրամանատար էր։ Նա ոչ միայն ռազմավար էր, այլ նաեւ ոգեշնչող էր, առաջնորդ էր, կարգապահ էր ճկուն մտածողությամբ։ Նա կարողացավ համախմբել գյուղացիական ուժերը, կարողացավ համախմբել կամավորական խմբերը եւ կանգնեցրեց թշնամուն, եւ որը ճակատագրական եղավ Հայաստանի նոր անկախ գոյության համար։ Դրաստամատ Կանայանը մահացել է 1956 թվականին Բեյրութում, հայրենիքից հեռու, եւ միայն 2000 թվականին մարմինը տեղափոխվում է Հայաստան, եւ այժմ այն հանգչում է ապարանի վերածնունդ հուշահամալիրում։
Մենք այստեղ ենք, որովհետև նրանք կռվեցին։ Եվ դրոն իբրև առաջնորդ եւ մարտիկ թողել է այդ պայքարի ամենակենդանի ստորագրությունը թե պատմության մեջ եւ թե այն հողում, որում նա հանգչում է։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ, լավ տրամադրություն եմ մաղթում եւ եւս մեկ անգամ կրկնեմ բաղադրատոմսը։ Այսօր պատրաստում ենք աղանդեր, ինչի համար մեզ անհրաժեշտ է 4 հավկիթ, ալյուր, շաքարավազ, կաթ, մի փոքր սոդա, մի փոքր վանիլին, կարագը ամենավերջում է պետք գալու, հիմա սկսենք աշխատանքը։ Այստեղ ունենք 4 հավկիթ սիրելիներս։ Կոտրենք հավկիթները եւ սկսենք հարել։ Ինչպես նշեցի, շատ մատչելի տարբերակ է եւ բոլորիս հայտնի փանքեյքի բաղադրատոմսն է։ Մի փոքր ես այլ կերպ եմ պատրաստելու, այսինքն ոչ թե հատիկ թավայի մեջ ենք տապակելու, այլ ամբողջական թավայի մեջ ենք լցնելու եւ պատրաստելու ենք այն ջեռոցում։ Ահա։ Օգտագործեցինք 4 հավկիթ։ Ահա, այսպես։ Փորձենք շատ արագ մի թեթև հարել եւ ավելացնել հաջորդ բաղադրիչները։ Չորս հավկիթի վրա ավելացնում ենք 2 ճաշի գթալ շաքարավազ։ Նորից հարենք։ Սիրելիներս, փանքեյք պատրաստելու համար բոլորովին անհրաժեշտություն չկա էլեկտրական հարիչից օգտվել, բայց եթե ցանկություն ունեք, որպեսզի ավելի արագ ստացվի, ինչու ոչ կարելի է օգտագործել։ Ահա, վանիլին։ Եվ իհարկե ալյուր։ Ալյուրը 160 գրամ է, այս չափաբաժնի համար այսքան է անհրաժեշտ։ Եվ ալյուրը այստեղ ես կփորձեմ հենց անմիջապես ալյուրի մեջ ավելացնել մի փոքր սոդա, որպեսզի ավելի փրփրուն եւ ավելի փափուկ ստացվի մեր խմորը եւ ուռչի անպայման։ Եվ իհարկե մի պտղունց աղ։ Այսպես։ Ահա։ Եվ հիմա փորձենք մաղի օգնությամբ այն լցնել մեր զանգվածի, հեղուկ զանգվածի վրա։ Այս պարագայում կարծում եմ մաղելը անպայման պետք է, որովհետև պետք է թեթևություն հաղորդել մեր խմորին։ Ընդհանրապես որևիցե աղանդեր պատրաստելիս անպայման պետք է ալյուրը մաղել, որպեսզի օդ մտնի իր մեջ եւ թեթև խմոր ստացվի։ Նորից աստիճանաբար ավելացնելով ալյուրը խառնենք, հարենք, որպեսզի լուծվի ամբողջ ալյուրը։ Մյուս չափաբաժինը եւս ավելացնեմ։ Նորից խառնենք։ Իրականում կարծում եմ դուք էլ համոզվեցիք, որքան հեշտ պատրաստվող խմոր է եւ հավատացնում եմ րոպեների հարց է։ 10 րոպեում այս խմորը մենք կպատրաստենք եւ իհարկե 20-ից 30 րոպե պետք է ջեռոցում սպասենք, որպեսզի եփվի, այնպես որ կարծում եմ շատ քիչ ժամանակ է պետք այս քաղցրեղենը ստանալու համար։ Այսպես, հիմա սկսենք աստիճանաբար ավելացնել կաթը։ Կաթը օգտագործում ենք 300 մլ։ Անդրինե, ողջույն սիրելիս։ ես եկել եմ քեզ օգնելու եւ պատրաստել նախաճաշիկ։ Ապրես, Քանի որ մենք ունենք էլոլա կաթնաշոր եւ թթվասեր։ Ես կպատրաստեմ սպորտսմենի եւ մարզիկի, ինչպես ասում են, նախաճաշ։
Շատ ճիշտ կանես եւ հերոսադիտողին էլ քաջալերես, որպեսզի նրանք էլ պատրաստեն նախաճաշ, շատ համեղ, օգտակար, վիտամիններով հարուստ նախաճաշ ու վայելեն, որպեսզի նաեւ ունենան բարձր տրամադրություն, որովհետեւ երբ մարդ օրգանիզմը հագեցնում է սննդով, կարողանում է թե լավ տրամադրություն պահպանել օրվա ընթացքում եւ թե ունենալ լավ էներգիա։ Ինչ պետք է անենք, որովհետեւ մենք արդեն պիտի կարդացար ունենանք, ինչ ենք ավելացնում։ Ես հիմա ամբողջությամբ ավելացնում եմ կաթը, խառնում եմ եւ իմ հերոստադիտողին ցույց եմ տալիս, թե ինչպիսի զանգված եմ ստացել ու մենք կգնանք դադար։ Հիմա խառնեմ, լավ, որպեսզի հերոստադիտողը հասկանա, պետք է նրբաբլիթի խմոր ստանալ։ Այսպես։ Արդեն պատրաստ է մեր զանգվածը։ Կթողնեմ մի փոքր կհանգստանա, հետո վերջում արդեն միասին կլցնենք տապակի մեջ ու կտեղափոխենք ջեռոց։ Այսպեսի խմոր, ահա, խնդրեմ սիրելիներս։ Հյութեղ, հեղուկ խմոր, այսպես։ Շատ լավ։ Ես ավարտեցի իմ աշխատանքը։ Այս պահին կարճ դադար կունենանք, այնուհետև տաղավարում կողջունենք մեր հյուրերին, հետո արդեն կվերադառնանք ու կհասկանանք, թե ինչ պետք է արի, որ այս ամեն ինչը դառնա նաև ուտելի եւ համեղ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ հունիսի 6-ից 15-ը բարեգործական համերգներով Հայաստանը ժամանել Եվրոպայի լավագույն երգչախմբերից մեկը՝ Հայդենհայմի նոր կամերային երգչախումբը Թոմաս Քամելի ղեկավարությամբ։ Երգչախումբը մտադիր է համերգներով հանդես գալ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում եւ Կապանում։ Երևանում երգչախումբը համատեղ համերգով հանդես կգա Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի հետ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայդենհայմի նոր կամերային երգչախումբ ղեկավար Թոմաս Քամելը եւ իհարկե երգչուհի եւ երգչախմբի անդամ Լաուրա Յուսը եւ մեզ կօգնին նաեւ շփվել մեր հյուրերի հետ Տրիփսիմե Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Good morning, բարի լույս։ Good morning։ Good morning, բարի լույս։ Մեր հյուրերը լավ են իրենց զգում Հայաստանում։ Այո, իրենք 3 են ժամանել գիշերը, բայց արդեն իրենց համենսկում։ Մենք կարծում ենք, որ թարգմանում շատ լավ։ Եվ համերգի մասին մի փոքր կխնդրեմ պատմեն հյուրերը, ինչ է սպասվում։ So the first concert we have is on Sunday, together with the Armenian Little Singers. It's on 6 p.m. Yes, Yes. 7 p.m. 7 p.m. Oh, I'm sorry. Together with her choir, and we are really excited for the concert. Համերգով մեր հետ հանդես կգան Հայաստանի փոքրիկ երգիչների հետ կամերային երաժշտության տանը Կոմիտասյանվան Կիրակի օրը ժամը 7-ին։ Եվ ինչպես հասկանում ենք, համերգները ոչ միայն Երևանում են, նաև Երևանի սահմաններից դուրս։ Besides the Yerevan, your concerts. Okay. Dilijan, the 7. The concerts. Die anderen հանդես Ja, կգան։ weißt du es noch? Nee. Äh, We have a concert on Wednesday also, and we in Մենք Վանաձորում, Yes. Գյումրիում, Դիլիջանում, Yeah. Կապանում։ perfekt. yes. Thank you. Եվ երգչախմբի մասին մի փոքր հասկանանք ղեկավարից, որքան ժամանակ է երգչախումբը կա եւ ինքը որքան ժամանակ է ղեկավարում է։ About the choir, how you conduct, how old is the choir and the structure. The choir is between 14 and 24 members, and we have, now we stay with 16 young people here. Normally we are between 17 and 18 at home. A bit Yes. more, but not all Yes. could join the travel. 60 հոգով են եկել, ընդհանրապես բայց 70-80 հոգի են։ Because some of them, they are students and they must go to university and work and have Prüfungen. They have exams right Exam, now, yes. so that's the reason why they couldn't join us. And he is conducting the choir since 20 years. 20 տարեկանից ղեկավարում է երգչախումբը, շատերը չեն կարողացել միանալ, որովհետև ուսանողներ են ու աշխատանք ունեն։ Շատ լավ, այստեղ համերգները կայանալու են փոքրիկ երգիչների հետ, հա։ Ինձ հետաքրքիր է մեր հյուրերն արդեն հասցրել են ծանոթանալ, շփվել եւ ինչ կարծիք ունեն մեր փոքրիկ երգիչների մասին։ What do you think about the Little Singers of Armenia, etc. My first contact was I go to the internet and look some videos of you, and I think, wow, fantastic. Ինտերնետով է տեսել եւ ասում եմ որ հիացած է Իսկ համագործակցությունը ինչպես եղավ։ about the interaction with us.
Մենք շատ ենք հյուրընկալում տարբեր երգչախմբեր արտասահմանից, որտեղ մենք ենք շրջակայում ու իրենք որ եկան, հետո մենք ենք գնում ուրիշ երգչախմբերի մոտ, մեզ մոտ եկել էին պետք է կան Իսրայելի Euphonic Choir-ը ու տարբեր անվանի երգչախմբեր ու իրենք ասում են, որ երբ որ գալիս են մեզ հետ երգելու, իրենց կենսագրությունում դա շատ լավ է որ գրվում է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք մեր փոքրիկ երգիչների խմբից եք։ Շատ լավ, եւ առաջարկը մեր կողմից է եղել։ Այո։ Եվ դուք էլ հիմա մի փոքր ձեր կարծիքով կիսվեք, պատմեք համագործակցությունը ինչպես է իրենց հետ ստացվում, ձեզ հեշտ է աշխատել։ Այո, իհարկե, նրանք էլ լավագույն երգչախմբերից են իրենց, կամերային երգչախումբ են ու մեզ համար էլ շատ մեծ լավ տպավորություն է իրենց հետ երգելը, նոր երգչախումբ, նոր հնարավորություններ ու այդ կապը հայ-գերմանական արտասահմանի հետ շատ լավ։ Շատ լավ, մեր հյուրերը քանի օր է ինչ Երևանում են։ Այս գիշեր են եկել։ Այս գիշեր են եկել։ Հասցրել են արդեն ունենալ լավ տպավորություններ։ About your impressions about Yerevan. So we drove here with the taxi, and the first impression is like you have very beautiful buildings. It's totally different to Germany, but it's so amazing to see, and we are really looking forward to see more of the country. We also saw the mountain when we arrived at the airport. It's so beautiful. Սարերն են տեսել, շատ հիացած են ու ճանապարհին ասում եմ որ բնակարանները, շենքերը շատ սիրուն են։ Եվ հետաքրքիր է, քանի որ Հայաստանը շատ հարուստ մշակութային պատմություն ունի, իրենք մինչև գալը Հայաստանի մասին, մեր կոմպոզիտորների մասին լսել են, գիտեն։ Before coming, have you heard about Armenian culture, about our composers? Yes, I have a little bit more experience with Armenia, and every rehearsal I explain some things about Armenia, about the history, about the composers. I know Robert Amikanian, yes, and perhaps he visit us at Sunday in the concert. Wow. I hope so, yes. Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների հետ է ծանոթ ու մինչև դա էլ հետաքրքրվել է ինտերնետում նայել է Հայաստանի մշակույթը։ Արամ Խաչատրյանը Yeah, sure. այսօր իհարկե մեծանուն կոմպոզիտորի ծննդյանորն է եւ ինձ հետաքրքիր է այս համագործակցությունը ինչքան է լինելու եւ բացի այս համերգներից կարծոք հեռանկարներ ինչեր է սպասվում։ Դեռ չենք կարող ասել, բայց այս կապը իհարկե լինելու է, պահպանվելու է։ Եվ ծրագրի մասին էլ մի փոքր պատմեք, ինչ է սպասվում Կիրակի օրը հանդիսատեսին։ They're asking about the program. What we are saying? Yes. Կիրակի օրը մենք սկզբում կերքենք փոքրիկ ծրագրով Մեսրոպ Մաշտոց, հետո ջազային գործերով կվերջացնենք, իրար հետ երգելու ենք Էրեբունի Երևան, Կիլիկիա, շատ ժամանելի է, բայց արտասահմանի շատ երգչախմբեր հավանում են մեր երաժշտությունը Էրեբունի Երևանը, նույնիսկ իրենց երգացանկում են պահում ու հետո նրանք կերքեն ու վերջում համատեղ մենք կերքենք այդ գործերը։ Հիանալի։ Հիշեցնենք, հա, հունիսի 6-ից 15-ը բարեգործական համերգներ են սպասվում, այնպես որ այս համերգները ես կարծում եմ բաց ցողնել պետք չէ եւ պարտադիր պետք է ունկնդրել ու վայելել։ Սա հիանալի համագործակցություն է։ Շնորհակալություն ձեզ, մաղթում ենք հաջողություններ համերգներին եւ շնորհակալություն համագործակցության համար եւ համոզված ենք, որ հիանալի երեկոներ են սպասվում համերգային։ Have a nice day in Armenia։ Thank you. Շնորհակալություն եւ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի առավոտ եւս մեկ անգամ մեր շատ սիրելի հեռուստադիտողին, սիրելիներս, հուսով եմ լավ տրամադրություն ունեք, արդեն նախաճաշել եք եւ ուզում եք ծանոթանալ օրվա բաղադրատոմսին։ Իսկ ես եւս մեկ անգամ կրկնեմ օրվա բաղադրատոմսը, այսօր պատրաստում ենք շատ համեղ աղանդեր, փանքեյքի բաղադրատոմս է սա, շատ վստահ եմ, որ շատ շատերդ արդեն իսկ անգամներ փորձել եք, պատրաստել եք եւ վայելել եք։ Խմորը արդեն պատրաստված է, սառնարանում եմ պահում, որպեսզի մի փոքր հանգստանա եւ սառչի, իսկ մինչ այդ արդեն պատրաստել եմ տապակը ջեռոցի համար նախատեսված։ Այստեղ պետք է մենք կարագ տրորենք, ահա թավան տաքանում է, որպեսզի հալեցնենք կարագը եւ տրորենք յուղաթղթի վրա։ Ահա Մեզ այստեղ մի փոքր կարագ պետք կլինի, այնքան որ տրորենք մեր թավային, այսպես։
կհալեցնենք, մոտավորապես սիրելիներս մի 20 կամ 30 գրամ կարագ է պետք, որպեսզի այս համեղ աղանդերը կարողանանք իհարկե պատրաստել։ Եթե հիշում եք, ես խմորի մեջ յուղ չեմ ավելացրել, յուղը ավելացնում ենք այս տարբերակով։ Քանի որ թավան տաք է, շատ արագ հալչեց մեր կարագը, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ահա, հիմա կլցնենք յուղաթղթի վրա եւ կսկսենք ամբողջությամբ տարածել։ Փորձենք լավ տարածել բոլոր անկյուններով, որպեսզի խմորը ներծծվի նաև կարագով։ Ասեմ, որ սիրելիներս կարող եք նաև հրակայուն ամանի մեջ այս խմորը լցնել եւ պատրաստել, ինչպես դուք կցանկանաք, սակայն ես ուզեցի, որ խմորը մի փոքր մեծ եւ բարակ ստացվի, այդ պատճառով իսկ օգտագործում եմ թավան։ Ահա, հենց հիմա կբերեմ մեր խմորը սառնարանից եւ կլցնենք թավայի մեջ, այսպես։ Ահա, սիրելիներս, եթե հիշում եք, մենք այստեղ օգտագործեցինք 4 հավկիթ, 2 ճաշի գդալ շաքարավազ, մի պտղունց վանիլին, լավ հարելուց հետո ավելացրեցինք 160 գրամ ալյուր, ալյուրի մեջ ավելացրեցի մի փոքր սոդա եւ մի պտղունց աղ, այն լավ հարեցի եւ ավելացրեցի այստեղ 300 մլ կաթ։ Հիմա ժամանակն է այս ամբողջ գեղեցիկ զանգվածը լցնել թավայի մեջ։ Հրաշք Ադրին է։ Այսպես, ողջույն Սուրեն ջան։ Մեր խմորը արդեն ուղարկում ենք ջեռոց, հասել ենք այդ փուլին եւ այո, դու նախաճաշ ունես, ինքդ քո ձեռքով ես պատրաստել։ Այո, ես ուզում եմ նշել, որ այս նախաճաշը համեղ, ես միշտ պատրաստում եմ ամեն առավոտ այստեղ եւ պատրաստում եմ էլոլա ապրանքանիշի տեսականիով, այսինքն թթվասերն ու կաթնաշոռը շատ կարևոր են սպիտակուցները առավոտյան առավելևս մարզվողների համար, այնպես որ առողջ ծնունդի համար էլոլան ներկայացնում է մեծ տեսականին, պանիրներ, կաթնամթերք, յուղ, մեր Ադրինեի շատ սիրելի պսկաթանը եւ բնականաբար շատ համեղություններ հասանելի է էլոլան ոչ միայն Հայաստանում, նաեւ Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցների համար։ Դե նաեւ այս օրերին, ինչպես արդեն նշեցինք, գինու փառատոնն է եւ եթե ուզում եք լավ գինի վայելել հենց այդ փառատոնի ընթացքում, ապա Իջևանի գինու գործարան ու հրաշալի տաղավար այնտեղ, որտեղ կարող եք հենց այս երեկո, այսօր վաղը միսօրը վայելել շքեղ ու համեղ գինիները Իջևանի գինու գործարանի, հենց այդ տաղավարում գինիները շատ են, տեսականին մեծ եւ այս ամենին գումարած նաեւ պահածոները, որոնք շատ համեղ են եւ տնականի համն ու հոտն են տալիս։ Դե հիմա ինչ ենք անում։ Հիմա տեղափոխում ենք ջեռոց, ահա սիրելիներս, այսպիսի ուրեմն հետաքրքիր տարբերակ եմ այսօր առաջարկում ձեզ, միգուցե շատերիդ համար տարօրինակ թվա, թե փանքեյքը ոնց կարելի ամբողջական թավայի մեջ պատրաստել, բայց դե խոհանոց է, անծայրածիր է խոհանոցում գաղափարները, մտքերը, այն երևակայությունները, այնպես որ այսպիսի բաներ է լինում եւ շատ հետաքրքիր ավարտ է ունենալու։ Այն վերջում ուզում եմ մատուցել շաքարի փոշիով եւ մուրաբայով, տեսնենք թե ինչպես կստացվի։ Համոզված եմ շատ համեղ է լինելու։ Այո, ցանկության դեպքում բնականաբար արդեն ամառ է, հատապտուղը առատ է, կարելի է հատապտղով եւ պաղպաղակով եւս մատուցել, բայց դա արդեն ուրիշ պատմություն է, դա կթողնենք մեկ այլ անգամ, մենք հենց այդպես կմատուցենք, այսօր ուզում եմ ուղղակի շաքարի փոշի եւ մուրաբա օգտագործել։ Ահա սիրելիներս, կարծում եմ ամենապարզ, ամենահեշտ, ամենամատչելի տարբերակներից մեկն եմ այսօր առաջարկել ձեզ որպես աղանդեր։ Ես նախատեսել էի իրականում այսօր
այլ աղանդեր պատրաստել, որովհետև խոսք էի տվել Դուբայի շոկոլադի թխվածք տարբերակը պատրաստել, սակայն այսօր չհասցրեցի ասես ձեռք բերել բաղադրիչները, կթողնենք հաջորդ անգամ։ Այսօր առաջարկեցի այս տարբերակը, որը կարծում եմ մոտակա օրերին շաբաթ կիրակի օրը մամաները հանգիստ կարող են պատրաստել եւ հրամցնել բալիկներին։ Այսպես մենք գնացինք դեպի ջեռոց։ Բավականին հետաքրքիր է լինելու։ Առավելևս որ այն ներկայացված է ադրիների տարբերակով, ավելի լայն սփռված թավայի մեջ եւ հետո մատուցումն էլ արդեն կլինի օրիգինալ տարբերակով։ Այո, եւ ասեմ, որ այս պարագայում ոչ թե 180 աստիճանի տակ ենք եփելու, այլ 200 աստիճանի տակ ենք եփելու, մոտավորապես 20-ից 30 րոպե համբերենք, տեսնենք թե ինչ է ստացվում։ Ես հուսով եմ, այս չի դավաճանի ինձ թխվածքը եւ մի կարքին բան կստացվի, որպեսզի իմ հերոստատիտողը ինքն էլ այսպես իրեն հաճելի լինի եւ ինքն էլ փորձի։ Շատ լավ։ Իսկ ունես տարբերակներ, որ նմանատիպ բաներ պատրաստելու շատ արագ է լինում։ Մի 5-10 րոպեում կարելի է պատրաստել։ Այո, շատ կան, եթե հատկապես գնումներ կատարենք հենց պատրաստի, օրինակ թխվածքաբլիթ, օրինակ որևիցե կեքս պատրաստի վիճակում գնես, փշրես, մի փոքր շոկոլադ հալեցնես, գանաշ պատրաստես, լցնես վրան, գնդիկների վերածես, վերջ, եղավ 10 րոպեի ընթացքում հրաշալի մի աղանդեր։ Շատ տարբերակներ կան նմանատիպ եւ իմիջիայլոց հերոստատիտողը արդեն վաղուց գիտի, որ համացանցը այդ բոլոր տարբերակները առաջարկում է։ Համացանցում կարող ես գտնել ամենամատչելի եւ ամենահասանելի մթերքներով եւ ամենաարագ պատրաստվող տարբերակներ։ Այնպես որ կարծում եմ մեր օրերի հրաշքը համացանցն է, չնայած ճակերտավոր այն թերություններին, բայց այսպիսի հարցերում շատ օգնում է մեզ։ Եվ ինչպես գիտենք, արդեն մոտենում է ամառային այն համեղ միրգը, բանջարեղենը միրգը, որը ցենց անհասկանալի է իր ամբողջ տեսակով, ձմերուկը հատապտուղ է Սուրեն ջան։ Հատապտուղը նույնիսկ, այո, իսկապես հատապտուղ է ինքը։ Եվ ես հիշում եմ, որ կա այսպիսի տարբերակ կա, որ ձմերուկը վրայից կտրում են։ Այո։ Մեջը փորում են, այո։ Եվ ինչ որ տարբեր բաներ են լցնում մեջը։ Եվ կարելի է միջուկը հարել հյութի տեսքով լցնել, նորից մեջը վայելել, կամ կարելի է ժելեյով, դոնդողով նորից այդ միջուկը պատրաստել, լցնել մեջը եւ շատ գեղեցիկ այսպես կտորներով մատուցել, շատ տարբերակներ կա, պետք է փորձել, պետք է առաջարկել, այո։ Եթե ունեք ձեր տարբերակները այդ ձմերուկի հետ կապված, ուղարկեք, մենք էլ փորձենք այստեղ իրականացնել։ Անպայման։ Եվ վայելել, որ ես շատ եմ սիրում ձմերուկ, սեխի հոտն եմ շատ սիրում, բայց քանի որ դու մեր ուժեղ տղան ես, դու այդ ծանր ձմերուկը դու կբարձրացնես։ Որպեսզի ես այստեղ հրաշքներ գործեմ ձմերուկով։ Կարինե ջան, եթե ես գիտեմ, որ դու հիանալի բան ես պատրաստել, միանշանակ ծանր ձմերուկը ես կբար, այդ ծանր աշխատանքը։ Այո, ծանրությունը քո վրա, բայց մնացած համեղությունները ես երաշխավորում եմ, ես պատրաստեմ թե հերոստատիտողին եւ թե մեր անձնակազմին հրամցնել համեղ որևիցե մի բան ձմերուկով պատրաստված։ Այո, եւ ասենք որ շատ օգտակար է ձմերուկը։ Այո։ Եվ չմոռանանք նախաճաշի մասին, յուրաքանչյուր առավոտ ազրին հենց այդ մասին է հորդորում, որ նախաճաշեք, հետո նոր տանից դուրս եկեք, չնայած ինձ տանը նախաճաշելը այդքան էլ չի հաջողվում, տես արտեմ մի անգամ սուրճ եւ դուրս եմ գալիս տանից, բայց փորձեք իմ օրինակին չհետևել, այլ դուք ինքներդ նախաճաշել։ Ընդհանրապես Հայաստանաբնակ ժողովուրդը մի փոքր եւ ուշ է արթնանում եւ չի նախաճաշում, երևի թե մեր աշխարհագրական դիրքի հետ է այս ամենը կապված, սակայն պարտադիր կամ նախասիրությունների կամ այո, սովորույթ դարձած, սակայն ամենապարտադիր պայմանն է վաղ արթնանալ եւ նախաճաշել, սա շատ առողջարար է։ Սկզբում մի բաժակ ջուր խմել, Սենյակային ջերմաստիճանի, հետո նախաճաշել, հետո նոր սուրճ խմել, հետո նոր գնալ աշխատանքի։ Եվ մինչև ճաշը փորձել միրգ ուտել, մրգից օգտվել, որովհետև ավելի լավ է բացառել երեկոյան միրգ ուտելը, ավելի վնասակար է երեկոյան միրգ ուտելը, ավելի լավ է մինչ ժամը 5-ը, 4-ը, 5-ը փորձել միրգ ճաշակել, հետո արդեն մոռանալ մրգերի մասին։ Հրաշալի խորհուրդներ, հրաշալի Ադրինեիս կողմից, իսկ մենք հիմա կունենանք կարճ դադար ու կվերադառնանք, շարունակենք եթերը։
Բարի լույս, ասում եք անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք բազմիցս խոսել ենք սպորտային համալիրի արդյունավետ, օգտակար, հարմարավետ հնարավորությունների մասին եւ ձեզ ներկայացրել բացօթյա լողավազանը։ Այսօր էլ տեղափոխվում ենք Hills եւ իհարկե փորձում ենք տրվել այդ տրամադրությանը եւ ապրել առողջ ապրելակերպի սկզբունքով։ Առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանի մոտ եմ։ Ինձ թվում է, որ ամբողջ ամառվա ընթացքում ես միշտ լինելու եմ այս բացօթյա լողավազանի մոտ, որովհետև սա է իմ տարերքը։ Դե, եթե դուք էլ ցանկություն ունեք ամառային հրաշալի տրամադրությունը վայելել հենց քաղաքի ներսում եւ հիանալի հարմարություններով, ապա միանգամից գալիս եք Hills այսօր։ Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանում կա բոլոր հարմարությունները, հատկապես հենց եթե գալիս եք հանգստանալու երեխաների հետ։ Հավատացած եղեք, որ այստեղ 24 ժամ հետևողականություն կա հատկապես երեխաներին։ Այնպես որ հանգիստ ձեր օրվա ամբողջ հանգիստն անցկացրեք հենց այստեղ Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանում։ Այսպես լավ տրամադրությամբ շարժվում ենք առաջ եւ իհարկե հորդորում բոլորին, որ սկսել հենց այդ նույն հրաշալի ռիթմերով եւ լողավազանային տրամադրությամբ։ Այո, եւ շարունակելով եթերը մենք օրերս ունեցանք հրաշալի հյուրեր մեր տաղավարում եւ խոսեցինք լեզվի իմացության կարեւորության մասին եւ ներկայացրինք մի նախաձեռնություն, որի շրջանակում այս ամենը տրվում է բացառապես անվճար եւ իհարկե Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ բուհեր միացել են եւ համագործակցում են AVN կազմակերպության հետ եւ միասին կարողանում են ուսուցանել անգլերեն, ֆրանսերեն, տարբեր օտար լեզուներ թե դասախոսներին եւ թե ուսանողներին եւ այս ամենի մասին մենք պատրաստել ենք շատ գեղեցիկ տեսանյութ, որը հենց հիմա ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հարգելի հյուրեր, սիրելի կամամորներ եւ սիրելի աշակերտներ, իմ անունը Սերոջ Տերյանը, ես AMVN-ի 3 հիմնադիրներից մեկն եմ, կին Քրիստինա Տերյանը եւ մեր շատ թանկ ընկեր Հասմիկ Թորոսյանը։ Մենք ուզում ենք ձեզ սրտորեն ողջունենք ու շատ շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ, որ միասին տոնենք AMVN-ի 5-րդ տարեդարձը
դուք բոլորդ AMV-ի պատմության մի մաս եք, մեր փոքր ընտանիքի մի մասնիկ եք ու մենք շատ շնորհակալ ենք ձեզ բոլորիդ։ I've been volunteering for a year and a half, and my experience has been amazing. My background is just being a native English speaker. I'm Armenian. I take 4 Armenian classes, so my Armenian is improving. But I've created a connection with the students, and I enjoy the role very much. Մի տարիա կեսա, որ կամավորում է եւ հրաշք ժամանակ է եղել։ Իրա փորձը ինքը բնիկ խոսում է անգլերեն ու դրանով կարողանում է դասավանդի եւ նույնիսկ ինքը հիմա հայերեն է սովորում 4 դասը կանցել արդեն։ Այո։ 4 դասը անցել արդեն։ Ես ուզում եի աջակցել ու օգնել Հայաստանին ու այս միջոցով կարողացել եմ դա անել եւ առաջ Zoom-ով են ծանոթացել ուսանողների հետ, հետո անձամբ ու եկել եմ Հայաստան ու այստեղ շատ իրան ջերմ են ընդունել ամենտեղ ամբողջը։ For more volunteers to come forward so we can help more students, so we can just do more of what the volunteer network does best. Որ ավելի շատ մարդիկ միանան մեզ, կամավորեն ու կարողանանք ծրագիրը մեծացնել ու շատ ավելի մարդկանց օգնենք։ Համագործակցում եմ Armenian Volunteers Network-ի հետ արդեն շուրջ կես տարի, ծանոթացել ենք մեր դասախոսներից մեկի միջոցով ու այսպես շատ հետաքրքիր համագործակցություն է ստացվել։ Ողջունելի է, որ այսպիսի անձնուրաց եւ հայրենանվեր թիմ կա, որ աշխատում է Հայաստանի երիտասարդ սերունդը կրթելու ուղղությամբ։ Հանդիսանում եմ AMVN կազմակերպության կամավորներից մեկը, դասավանդում եմ հայերեն օտար երկրացիներին եւ նաեւ Եվրոպական միջազգային լեզուների ինստիտուտում նույնպես կամավորում եմ։ Ծրագրի մեջ կարևորում եմ հենց օրինակ ծառայել աշակերտներին եւ բացի գիտելիքի փոխանակումից նաեւ նրանց ցույց տալ, որ նրանց բոլոր նպատակները հասանելի են եւ նրանք կարող են հասնել այդ ամեն ինչին հենց իրենց նպատակասլացությամբ եւ նրանց գիտելիքներով եւ մաքսիմալ փորձում եմ օգնել նրանց այս հարցում։ Այս ծրագրին մասնակցելով ես շատ մեծ բավականություն ստացա եւ ձեռք բերեցի մի շարք գիտելիքներ։ Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ծրագրին եւ հնարավորություն եմ ունեցել ձեռք բերելու ավելի նոր գիտելիքներ եւ հմտանալ դրա մեջ։ Ես մաղթում եմ կազմակերպությանը բազմաթիվ նոր գործընկերներ եւ բազմաթիվ նոր պրոյեկտներ նախագծեր համատեղ, որովհետեւ կազմակերպությունը ոչ միայն ուսանողների հետ է աշխատում, այլ նաև կազմակերպում է դասախոսական վերապատրաստումներ մասնագիտական, ինչը շատ կարևոր է մեր ժամանակներում, որպեսզի դասախոսները առանց իրենց առօրյայից կտրվելու նաև կարողանան on-line վերապատրաստվել։ Հետևաբար մաղթում եմ հաջողություններ իրենց ընտրածուղում, սա շատ շնորհակալ ուղի է։ Համագործակցությունը իրականում շատ դժվար է ներկայացնել մի քանի բառով, քանի որ ծրագրի հենց ամենասկզբից մեր համագործակցությունն արդեն եղել է շատ կայուն եւ շարունակվում է։ Նախ ասեմ, որ փորձում են մեզ ամեն կերպ աջակցել, որպեսզի Սփյուռքում էլ տարածվի այն ինչ որ անում ենք, իսկ մեր աշակերտները փորձում են ուսումնասիրել իրենց արմատները եւ գրում են շարադրություններ, էսսեներ, հետո արդեն մրցույթի են մասնակցում։ Ցանկանում եմ, որ երկար տարիների բեղմնավոր աշխատանք ունենա, շատ կարեւոր գործ են կատարում եւ կուզեի, որպեսզի այլ ավելի շատանային կազմակերպությունները համախմբվեին այս շատ կարևոր գործի շուրջ եւ ստեղծվեր մի մեծ ուժեղ համայնք, որի փոքրիկ մասնիկները շփարտությամբ խոսեին այս մեծ աշխատանքի մասին։ Համագործակցել ենք շատ տարբեր ֆորմատներով եւ կազմակերպվել են դասընթացներ մեր ուսանողների համար եւ ուզում եմ հատկապես ընդգծեմ այս պահը, որ այս տարի մենք ունենք բազմաթիվ ուսանողներ, որոնք իրենք են կամավորում AMVN-ում։ Ես ծրագրի մասին իմացել եմ հենց սեպտեմբեր ամսից իմ դասախոսներից եւ մեր խմբով որոշում ենք մասնակցել լեզվակիրի կողմից կազմակերպված դասընթացներին, speaking դասընթացներին եւ ողջավորվելով, շատ ուրախ լինելով մի քանի ամիս անց ես ինքս եմ որոշում հենց որ պիտի լինեմ կամավոր եւ պիտի աշխատեմ փոքր երեխաների հետ։ AMVN-ի հետ հուշագիրը մենք կնքել ենք 2021 թվականից։ Մեր երկու կողմերի համար կապող կամուրջը եղավ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, ում հետ արդեն ունեինք հուշագիր,
եւ այսպես երակողմ հետաքրքիր սկիզբ ունեցանք։ Ծրագրի ամենամեծ առավելությունը ըստ ինձ այն է, որ այդ ծրագրի շնորհիվ երեխաները, ովքեր ցանկանում են ավելի շատ բարելավել իրենց գիտելիքները, կարողանում են ավելի շատ գիտելիք ստանալ եւ կարողանում են ավելի բարձրացնել իրենց մակարդակը։ Համագործակցությունը եղել է 1 տարի առաջ, երբ որ ես պատահաբար տեսա, որ AMVN կամավորական խումբ կա եւ ցանկացա համագործակցել, արագ գրեցի նրանք արձագանքեցին, հուշագիր կնքեցինք միասին եւ սկսեցինք կամավոր ձևով անգլերենի դասընթացներ իրականացնել քոլեջի ուսանողների եւ դասախոսների համար մի սյուզենի օգնությամբ։ Քանի որ 5-ամյակն է արդեն AVN-ի, ես կմաղթեմ, որ շատ երեխաներ միանան, ավելի շատ սովորեն եւ շատ ուրախ դասեր անցկացնեն։ Իմ շատ սիրելի ընկերներ, գործընկերներ, ցավոք այսօր միջոցառմանը չեմ կարողանում մասնակցել, բայց չեմ կարող չարտահայտել իմ զգացմունքը այս միջոցառման հետ կապված։ Նախ սկզբում ուզում եմ շնորհակալություն հայտնել Քրիստինե եւ Սերոժ Թերյաններին, որոնք որ ինձ ներգրավեցին Armenian Volunteer Network կազմակերպության աշխատանքի մեջ։ Առաջին հերթին ցանկանում եմ նորանոր հաջողություններ։ Հույսով եմ, որ եւս ներգրաված կլինեմ ապագա աշխատանքների մեջ եւ կկարողանամ ինչ-որ մի բանով թեկուզ փոքր-ինչ օգտակար լինել այդ գործի մեջ։ Նորից բոլորիս եմ շնորհավորում, որ այս կազմակերպությունը կա եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ, շնորհավորում եմ բոլորիս հաջողություն ապագայում։ Այո, բավականին հետաքրքիր էր։ Այո, եւ այս հրաշալի կազմակերպությունը տոնում է իր 5-ամյակը արդեն եւ մենք մաղթում ենք, որպես իրենց գործունեությունը լինի հարատև եւ շատ մարդկանց օգնի։ Եվ այս պահին եւս մի շատ հետաքրքիր տեսանյութ ենք ներկայացնում, ավելի օգտակար խորհուրդներ ձեզ համար խնդրեմ։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան։ Ձեր հետ կրկին ես եմ, պայծառատես Անի Գրիգորյանը։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, շատ հաճախ ինձ գրում եք, շատ հաճախ հարցնում եք, թե Անի ջան, ինչ է կարելի տանը օգտագործել, որ տան աուրան լինի դրական, որ այսպես բարի լինի, խորհրդական լինի, հետո ուզում եմ ձեր հետ կիսվեմ մի դեպքով։ Իմ օգնականներից մեկը, պրոդյուսերներից մեկը, ով դեռ ինձ չի ճանաչում, երբ որ իրեն ասում են, թե գիտեք, դուք պետք է լինեք Անի պրոդյուսերը, ինքը շատ վախենում է ու ասում է ոնց կարամ, ես իրենից վախենում եմ, ու երբ որ եկավ առաջի օրը մեր տուն, ասում է Անջան, ես իրականում մտածում էի, պետք է տեսնեի սև տուն, սև երկար եղունգներ, այսպես մուկ պատեր, ինչ եմ ուզում սրանով ասեմ, ինչքան տանը անենք մուկ աուրա, պատերը ներգենք մուկ գույնի, վարագույրները լինի սև գույնի, մենք մեր եղունգները, մատերը ներգենք սև, այդ մեզ բերելու է ժողովուրդ ջան, դժբախտության, յուրաքանչյուր կնոջ, յուրաքանչյուր աղջկա ուզում եմ ասել, որ չի կարելի եղունգները ներգել սև, դա բերում է դժբախտության, այն կինը, ով իր եղունգները, ձեռքերը սև է ներգում, ուրեմն ընթացքում, ապագայում ինքը կորցնում է իր զույգին, իր սիրելի ամուսնուն, սև գույն ներգում են եղունգները, որպեվայրի կանայք և գուշակները, որպիսի այսպես վառ տպավորություն թողնեն, բայց մեզանից ինչ է հարկավոր, որ յուրաքանչյուր առավոտ երբ որ արթնանանք, նախ Տիրոջը շնորհակալություն հայտնենք, որ մենք նորից ու նորից տեսնում ենք գեղեցիկ լուսաբացը, կապ չունի մենք ունենք խնդիրներ, մենք ունենք հոգսեր, եթե մենք յուրաքանչյուր օր գոհանանք Տիրոջ տվածով, ապա հավատացեք, որ անպայման լավ կլինի, չկա այնպիսի մի դեպք, չկա այնպիսի մի բան, որ խավար գիշերը շարունակվի, խավար գիշերից հետո միշտ լուսապայծառ առավոտ է, անձրևից հետո միշտ արևոտ եղանակ է, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինձ ասում եք, թե Անջան, ինչ իրեր կարող ենք տանը պահենք, որպեսզի մեզ հաջողություն բերի։
Իմ շատ սիրելի ժողովուրդ ջան, ոչ թե ինչ որ իրը կարող է հաջողություն բերել, նորից ու նորից պետք է ասեմ, մեր խոսքը կարող է մեծ հաջողություն բերի։ Ցանկացած առավոտ, եթե մենք վեր ենք կենում, ուզում ենք, որ մեր գործը հաջող լինի, մեր ընտանիքում մենք երջանիկ լինենք, հաջողակ լինենք, մեզանից ինչ է հարկավոր, շատ պարզ ու հեշտ մի բան։ Վերցնում ենք մեր ծորագի ջուրը, լցնում ենք սովորական բաժակի մեջ եւ վրան ասում ենք մեր հայրմեր աղոթքը։ Իսկ եթե չգիտեք հայրմերը կամ չեք ուզում ասել, ապա ձեր իսկ բառերով կարող եք դիմել ու ասել. Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոս, քո սուրբ զորությամբ, պահիր ու պահպանիր ընտանիքս, այնպես արա, որ այս սուրբ ջրի միջոցով ես կարողանամ լինել հաջողակ, իմ բռնած յուրաքանչյուր գործը լինի հաջողակ, միայն ու միայն թող այս ամենը լինի Հիսուսի սուրբ անունով եւ սուրբ զորությամբ։ Ամեն, ամեն, ամեն։ Եվ ջուրը կարող եք խմել, այնուհետև շախտալ տնով մեկ կամ լցնել ձեր շորերի վրա, թողնել չորանա, հետո հագնեք, որովհետև իմ շատ սիրելի ժողովուրդ, ամենաուժեղ հաղորդակցման միջոցը տեզերքի հետ դա սովորական ջուրն է։ Ինչպես մենք հիշում ենք, Հիսուս Քրիստոսը նույնպես ջուրը դարձրեց գինի, եւ մենք կարող ենք յուրաքանչյուր ջրի վրա, յուրաքանչյուր աղոթքով, թեկուզ մեր բառերով, պարտադիր չի, որ այսպես երկար աղոթք ասենք ու այդ աղոթքը լինի անհասկանալի, կարող ենք մեր խոսքերով դիմել մեր Բարձրյալին, մեր Հիսուս Քրիստոսին եւ ամեն ինչ մենք կստանանք։ Իսկ եթե մենք վերցնենք ինչ որ այսպես աչքահուլունքներ, փշեր, չգիտես ինչ ու ասենք, գիտես, այս կբերի հաջողություն, բնականաբար կարող է եւ այդ հաջողություն բերի։ Նաեւ ուզում եմ մի այսպիսի բան ձեզ խորհուրդ տամ։ Շատ հաճախ լսում եմ, որ ասում եք Տիկին Գրիգորյան ջան, մենք քայլի օրգան ենք առել, ադամ ենք առել, չգիտես ինչ ենք առել, դրել ենք դրամապանակում, որ ինքը հաջողություն բերի։ Իմ շատ սիրելի ժողովուրդ ջան, չկա նման բան, ոչ մի օրգան, կենթանու, ոչ մի այսպես ադամ, ինքը չի կարող ձեզ հաջողություն բերել։ Հետո վերջինում խոսում եք քրիստոնեությունից։ Եթե ունենք Աստված, եթե ունենք հաղորդակցման միջոց ջրի հետ, ապա մենք կարող ենք այնպես անել, որ մենք ունենանք այդ հաջողությունը։ Այստեղ ոչ թե ես ասում եմ, թե եթե կա ձեր վրա կաբանքներ, թուղթուկրեր, մոգական ուժեր, որ տղա եւ աղջիկ չեն կարող պսակվել, չէ, բնականաբար այդ կան մարդիկ, ովքեր ունեն զորություն, որ պետք է քանդեն, բայց այստեղ ես ասում եմ այն առօրյա անելիքը, որ դուք կարողանաք անեք եւ պաշտպանեք յուրաքանչյուրը ձեզ ցանկացած վախից, ստրեսից, անեծքից, որովհետև ես ինքս իմ անձնական փորձից ելնելով ասում եմ յուրաքանչյուր վախ կարող ես հաղթահարել ջրի միջոցով, ջրի վրա ասելով հայրմերը եւ ասելով հետեւյալ խոսքերը. Եդիս կնա սատանա, իմ Տերը Հիսուս Քրիստոսն է։ Իսկ որտեղ կա Տիրոջ անունը, այնտեղ չի կարող ոչինչ չլինել։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, իմ Հայաստան աշխարհ, ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում եւ ուզում եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում լինի Հիսուս Քրիստոսի լույսը, սերն ու ջերմությունը։ Իսկ ես Բայզարատես Անի Գրիգորյանս պատրաստ եմ յուրաքանչյուրի օգնելու։ Պարզապես կարող եք զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող եք զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին։ Մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ, թող բոլորիս հետ լինի եւ հույս, եւ հավատ, եւ սեր։ Բարի վերադարձիելի հեռուստադիտողներ, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք գրականության ու գրքերի աշխարհ։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում է արմատներով Արցախցի Ամերիկա բնակ հայ գրող 7 գրքերի հեղինակ Մարգարիտ Դերանցը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս, ուրախ եմ լինել այս գեղեցիկ տաղավարում հաճելի մարդկանց հետ։ Շնորհակալ ենք շատ եւ եւս մի հետաքրքիր իրադարձություն, մի գիրք, ընդհանրապես գրքերը յուրաքանչյուրիս կյանքում կարևոր իրադարձություն են, դա ընթերցողների, ել չասեմ արդեն են մարդկանց, ովքեր գրում են այդ գրքերը։ Մի քիչ եկեք հետ գնանք։ Այո։ Եվ հասկանանք որտեղից սկսվեց, որտեղից եկավ այդ պատմությունների հոսքը, որոնք արդեն հանձնեցիք թղթերին։ Այս պահին ճիշտ է նշել, որ ես կրթությամբ տնտեսագետ եմ։ Եվ ինչպես պատահեց, որ թվերի աշխարհը ես փոխեցի բառերի հետ։ Ուրեմն 2003 թվականին զավակներից հետ մեկնում եմ նահանգներ եւ իմ կյանքի այդպես ապահով գոտին Երևան քաղաքը, կենտրոնը, Աբովյան փողոցը, իմ հաճելի բնակարանը փոխում եմ բանդախտության հետ։
Մինչ այդ այդպես պետք է անկեղծանամ իմ եւ երեխաների կյանքում ծանր կորուստ է եղել ամուսնուս այս երեխաների սոր կորուստը եւ 1 տարի հետո մենք մեկնել ենք այդպես Լոս Անջելես։ Եր նպատակս էր երեխաներին կրթություն տալը եւ իհարկե ստիպված պետք է աշխատեի ամենատարբեր աշխատանքով, այդպես ծանր բանը, որ բռնել էի հայրենիքում, ամենածանր բանը գրիչն էր, ու ես ստիպված աշխատել եմ հրուշակագործ, երեխաների, մեծերի խնամակալ, եւ հետո իհարկե մասնագիտությամբ աշխատել եմ հաշվապահական օֆիսներում ավելի ուշ եւ հոգեբանները նման այդպես դիտարկում ունեն, որ ծանր իրավիճակում, կոչվում է ֆրանսերենով ֆորս մաժորային իրավիճակում, որպես գրող կասեմ, սահմանագծային իրավիճակում մարդու մոտ բարձրանում են քնած պարգևները։ Լույս բացվեց այդ ծանր տարիներին, անքուն գիշերներին ես սկսեցի գրել եւ այդ տարիներին ինձնից անկախ թեվավոր խոսքեր էի գրում եւ կարող եմ նույնիսկ ասել, որ նման թեվավոր խոսք եմ գրել, որ տառապանքը կարող է մեզ կործանել, ոմանց բարոյապես խորտակում եւ տապալում է, ոմանց բարձրացնում է դեպի երկինք, որտեղ նրանց սպասում է ի վերուս նրանց համար պատրաստված պարգևը։ Իհարկե այդ ժամանակ մտածում էի, որ դրանք խզբզոցներ են, լուրջ չէին ընդունում եւ հետագայում իհարկե որոշ թեվավոր խոսքեր տեղ գտան իմ ապագա վեպերի, վիպակների, պատմվածքների մեջ եւ գրքերի մեջ։ Սերևա միգրացիան ձեր կյանքի մասին է, ձեր անձնական պատմությունն է։ Գիտեք, գրողները աճպարարներ են կամ ժողովուրդը ինչպես ասում են, ֆոկուսնիկներ են եւ հաճախ վերցնում են պատկերներ, որոնց իրենց մեջ է, զգացողություններ, որոնց իրենց մեջ է, իրենց ընկերների կյանքը տրոհում են մի կերպարը, 3 կերպար են այդպես նկարագրում եւ հակառակը։ Բայց իմիջիալոց շատ հետաքրքիր դեպք էր, որ Գլենդելը համարվում է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը եւ այնտեղ այդպես նպարատուն կա հայտնի եւ Կոզանյան Ամերիկա բնակները իսկույն կհիշեն, մեկը մոտեցավ եւ ինձ ասեց ինչպես եք տիկին Արուս եւ հասկացա, որ նույնացրել է իմ գլխավոր հերոսուհու հետ։ Կարելի ասել կերպարները, որոնք տեղ են գտել ձեր պատմություններում, ձեր գրքերում, մարդիկ են, ովքեր ապրում են մեր իրականությունում։ Իրատեսական պատմություններ են հաճախ, բայց նաև միանում այնտեղ գրողական երևակայությունը եւ գեղարվեստական պատկերավոր մտածողությունը։ Իսկ ինչ գաղտնիք են պահում սարերում։ Գիտեք, նույնիսկ միջև այս վերջին դեպքերը ես մտքով գնում էի միջև դեպի սարեր, դեպի Արցախ եւ ամառային արձակուրդներս անցկացնում էի Հադրութի շրջանի Ջուրաթաղ գյուղում, տատիկս մանկավարժ էր, ուսուցչուհի եւ դա այն մի օջախներ, որտեղ ինձ շատ էին սիրում, ծնողները շատ խիստ էին, իսկ տատիկները, մորս մայրը եւ մորս տատիկը ինձ առանձնահատուկ շատ էին սիրում եւ ես մտքով անընդհատ այնտեղ էի գնում եւ ունեի հայտնություն, այդպես վախեր ու տագնապներ կային եւ ցավոք սրտի այդ իմ տագնապը իրականություն դարձավ 20-ի պարտությունից հետո, 23-ին Արցախի բռնի տեղահանումից հետո իմ սիրելի արցախցիների, բայց հաճախ բնավորությամբ երևի մեղմ եմ եւ այդ պատճառով չեմ գրել չար մարգարեություններ եւ դեմ եմ այդ մասին գրելու, եթե կարող ես բարի մարգարեություն գրել, գրիր այդ մասին, իսկ մի խոսքով այդքանը։ Այս օրերին նաև մեկնեցիք Սանտ Պետերբուրգ, չէ՞։ Այո։ Եվ շատ կարևոր իրադարձություն եղավ ձեր կյանքում։ Խոսենք այդ մասին, ինչ էր այնտեղ։ Այնինչ կատարվեց Սանտ Պետերբուրգում, եւ պատահական էր եւ շատ օրինաչափ։ Ինչու պատահաբար, որովհետեւ էլեկտրոնային փոստից նամակներ ստացա издательстве 4 հրատարակչությունից եւ Творчество и потенциал գրական ակումբից,
նույնիսկ այդ ժամանակ տեղյակ չէի ինչ այդպես համբավ ունեն այդ հրատարակչությունները, հայ ծանոթ բանաստեղծուհին ասաց, որ լուրջ կազմակերպություն է եւ խնդրեցին ուղարկել իմ որոշ գործեր ռուսերենով թարգմանված, նախապատմություն կար արդեն երկար տարվա ջանքերից հետո ռուսերենով լույս էր տեսել Լյուբով էմիգրանտկի սերիվ էմիգրացիա գրքի հիման վրա եւ իրենց ալմանախներում, իրենց տարեգրքերում լույս տեսավ, ինձ հետ հարցազրույցներ արեցին, հիմնականում կենտրոնացումը նրանց էմիգրացիոն թեմատիկայի վրա էր, ոչ արցախյան թեմատիկային, ոչ մեր ազգային ցավի մասին, բայց հարցազրույցների ընթացքում ես այդպես հմտորեն կարծես թե էմիգրացիայի թեմայից տեղափոխում էի դեպի մեր ազգային մեծ կորուստը, օրինակ մի անգամ ինձ հարց տվեցին, ձեր հերոսուհին լինելով հաջողակ բժշկուհի նահանգներում ինքը միշտ մտածում է, որ ավելի լավ էր մնար իր ավանում, գյուղաքաղաքում եւ ամուսնանար հասարակ հարևանի տղայի հետ, բայց նա չի կարողանում վերադառնալ։ Ինչպես է ձեր մոտեցումը էմիգրացիայի մասին եւ այդ պահին ես հարմար առիթ էր եւ ես ասացի, որ իմ հերոսուհին կապված է նահանգների հետ ֆինանսական կապանքներով, շղթաներով եւ չի կարող վերադառնալ հարազատ երկիր, ծննդավայր, իսկ մեզ հայերիս համար վտանգավոր է վերադառնալ մեր հայրենիքը, մեր ծննդավայրը, որտեղ հայի համար վտանգավոր է Արցախ վերադառնալը։ Կարծում եմ, որ իրենք այդպես կխմբագրեին, բայց այդպես հարգեցին նրանց առավել եւս, որ այդ իմ խոսքերը այդպես թողեցին։ Եվ շատ նման ուրիշ առիթներ կա, բայց հերոստաժամը կարծես թե սահմանափակ է։ Եվ իմ հարցից վստահ եմ նկատեցիք, որ ինձ շատ գրավել է ձեր գրքերի վերնագրերը։ Դուք ունեք գիրք Մենակության քառակուսի, արդյոք մենակությունը 4 անկյուն ունի։ Գիտեք ինչ, այս արագընթաց աշխարհում, որտեղ մենք փորձում ենք հասնել այդպես նյութական բարեկեցության, հաջողության եւ այլն, բայց շատ արդի քաղաքակրթության մեջ շատ կարևոր է այդպես մարդիկ ունեն լքվածության եւ մենակության խնդիր, որտեղ սոցիալական շփումները, սոցիալական ցանցերը, նույնիսկ հեռախոսը մարդկանց ոչ թե մոտեցրեց, այլ հեռացրեց, կարելի ասել։ Այո, ֆիզիկական շփումը ավելի քիչ է, քան այդպես, իսկ on-line շփումը հաճախ այդպես նույնիսկ ճնշող է։ Ավելի դուք ես մենակ ես զգում հաճախ։ Բայց դուք մենակ չեք, որովհետև ձեր գլխում, ձեր մտքերի մեջ ձեր կերպարներն են։ Հաջորդ գրքի կերպարները, որոնք պիտի լինեն, ովքեր են, արդեն մտածել եք նրանց մասին։ Տեսնում եք արդյոք նրանց արդեն մեր իրականության մեջ։ Ամեն տարի վերադարձել եմ, 2 տարին մեկ այսպես վերադարձել եմ հայրենիք, նախ եւ առաջ մեկնել եմ Արցախ եւ բերել եմ նոր գիրք։ Այս տարի գրքիս ծնունդը հետաձգվեց, որովհետև ծնվեց իմ 5-րդ թորնիկը եւ որոշակի այդպես երկար տարիների սպասումից հետո այդպես շատ սպասված բալիկ է եւ մայրությունը մեզ հաճախ հեռացնում է նաեւ գրականությունից, նման խոսք կա, որ գրականությունը վրեժ լուծելու հատկություն ունի, բայց կարծում եմ, որ նաեւ շատ կարեւոր է ինչ հիշատակներ ենք մենք թողնում մեր թորնիկների կյանքում, ինչ հիշողություն ենք թողում եւ դա նաեւ թորնիկներին ազգային այդպես արժեքներ ներարկելը, դա նաեւ կարծում եմ գրողի պարտականությունը եւ ընդհանրապես ազգապահպան այդպես արժեքները, մեր ավանդույթները, մեր ազգային արժեքները նոր սերունդին հասցնելը նաև գրողի պարտականություններից մեկն է, որտեղ գրողը նաև նախ եւ առաջ իր ազգի խիղճն է, բայց մենք փորձում ենք իհարկե պահել նաև հաշվեկշիռը եւ ժամանակ տալ նայել մեր սիրելիներին։
Համոզված ենք, որ մենք շատ երկար չենք սպասի նոր գրքի, որովհետև արդեն պատմությունները լի են եւ շրջապատում են մեզ, հատկապես գրողին, արդեն տալիս են երևակայության մեջ հենց այդ պատմությունների թելը, որը կբերի արդեն հանգուցալուծման եւ շատ շուտով նաեւ նոր գրքերը կլինեն, քանի որ դուք եք մեզ նվիրում գրքեր, ձեր պատմությունները, մենք ուզում ենք ձեզ նվիրել բացիկ, որը նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ ներառված են հայտնի բանաստեղծություններից կամ երգերից ֆրազներ, այս մեկը հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախիրաս, արեգակին պետք է հերվից նայել, կարելի եթե շատ մոտենաս։ Սա նվիրեք այն մարդուն, ով այս խոսքերն է ձեզ համար ներկայացնում եւ բնականաբար տրամադրությունը։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ եմ, եթե ունեք մի փոքր ժամանակ, ուզում եմ նշեմ, որ հայտնի լիտերատուրная գազետան, որը Պուշկինի ժամանակաշրջանից կար եւ ունի համարյա շուտով նշելու էր 200 տարվա պատմությունը, նրանց այդպես խմբագիրը հայտնի պոետ եւ գրող, այդպես Մաքսիմ Ադոլֆովիչ Զիմշովը ինքը անձամբ տվեց այդ մրցանակը ինձ, Պերոմիրը, բնավ իմը չեմ փնտրում, կարծում եմ, որ սա մշակութային հաղթանակ է մեր ժողովրդի համար եւ հատկապես հիմա պարտությունից հետո շատ եմ կարևորում մեր մշակութային հաղթանակները, որովհետև բարձրորակ մշակույթն է հային հայ պահել մեր պետականության կորուստից հետո ամբողջ միջնադարում, այսքանով վերջացնենք եւ բարի օրերի, բարի ժամանակների եւ խաղաղության ակնկալիքով ամենալավն ու բարին մեր ընտանիքին եւ մեր հայրենիքին։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ես ուզում եմ մատուցել այսօրվա աղանդերը, որը պատրաստեցինք ջեռոցում, փանքեյքի բաղադրատոմսե տարբերակ, որը պատրաստվեց ջեռոցում։ Ես արդեն կտրատել եմ, դասավորել եմ այս ամանի մեջ, մատուցվող ամանի մեջ եւ կողքին ուզում եմ մատուցել նաեւ թթվասեր, որպեսզի համեղ ճաշակենք այս համեղությունը, ցանկության պարագայում դուք կարող եք կողքին մատուցել պարզապես պաղպաղակ եւ հատապտուղ, իսկ ես նախընտրեցի թթվասեր եւ իհարկե մուրաբա, ահա, մուրաբան կլցնենք ամբողջությամբ թթվասերի վրա, այսպես, թող տեսքը գեղեցիկ լինի, մի քանի այսպիսի գթալիք կլցնենք նաև մեր խմորիկների վրա եւ իհարկե, եթե հիշում եք, ասել էի, որ կօգտագործենք նաև շաքարի փոշի, այսպես։ Սիրելիներս, դուք էլ պատրաստեք, դուք էլ վայելեք, որովհետեւ հանգստյան օրերը մոտ են արդեն։ Ահա, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր, համեղ եւ շատ արագ պատրաստվող բաղադրատոմս։ Լավ մնացեք, ձեզ հետևեք, առողջ եղեք եւ իմացեք։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Անպայման նորից հանդիպելու ենք Ադրինեի հետ եւ նորից ճաշակելու ենք այն համեղությունները, որ պատրաստում են նա այս համեղությանը, համադրելու ենք նաեւ կոմպոտները Իջևանի գինու գործարանի, որոնք իհարկե շատ համեղ են եւ տալիս են տնականին պատրաստած համն ու հոտը։ Փորձեք օրվա յուրաքանչյուր պայն, իսկ երեկոն արդեն ավարտեք բրիզի հետ միասին ռոզե փրփրուն գինին Իջևանի գինու գործարանի կողմից։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Նվիրեք էմոցիաներ, տրամադրություն շատ սեր խոսքերի մեջ եւ այդ խոսքերը իհարկե տեղ են գտել արև բացիկներում, որոնք հասանելի են բոլորին, Կայզեր սուպերմարկետում, Տերյան մշակութային կենտրոնում, քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Իսկ ձեր լավագույն առիթները վստահեք Բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right-ն էլ բարբերշոփ է, որտեղ իհարկե միշտ պատրաստ են պրոֆեսիոնալ բարբերները ձեզ դարձնել արագ գեղեցիկը։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Իսկ ոչային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ամբողջ նոր տեսականին 2 խանութսրահներում էլ։
Արևի ու բարձր տրամադրության հասցեն էլ մեկն է յուրաքանչյուր առավոտ ժամը 10-ից մինչև 12-ը ԱԹՎ-ի առաջին ծրագիր Սուրեն, Սոնա, Ադրինե եւ մեծ ու հրաշալի թիմ։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, այս առավոտ կրկին մեզ հետ սկսելու համար, վաղը կհանդիպենք եւ կամփոփենք Այսօր ենք ամփոփում աշխատանքային շաբաթը եւ կհանդիպենք արդեն ուրեմն երկու շաբթի օրը եւ աշխատանքային շաբաթը կսկսենք միասին։ Ես մաղթում եմ, որպեսզի բոլորս ունենանք հրաշալի հանգստյան օրեր, որպեսզի եկող շաբաթվա համար լինենք լիցքավորված եւ շատ պրոդուկտիվ սկսենք շաբաթը։ Վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։